Այս ամեն ինչ ինչ-որ հիմա կատարում է, դա խեղճության դրսևորումը։ Պատկերացնում եք, ասենք Նարեկ Կարապետյանը քրեական վարույթ է, ասենք Նարեկ Կարապետյանի մեր հասարակությունը այս ամբողջ ժամանակահատվածում հասցրել է ճանաչել, չէ՞։ Պարզ, մարդկային, ամիջական, կրթված, հասարակ, համեստ, ասենք Նարեկ Կարապետյանը ոնց կարա էլի որևէ գործողություն անի, որը լի իրավախախտում։ Հələ մանդատը վերցնելուց հələ ազգային ժողովի նիստը չի սկսել, արդեն իրականացնում են ամենամեծ խմբակցության առաջատար գործչի, ցուցակի առաջի համարի տեխնացուի հանիրավի հետապնդումներ։ Ասենք ինչ պիտի ստանան դրա դիմաց էլի։ Այո, պարտվել են, չեսանք այս ամեն ինչը, այս այս ամեն ինչը պարտության նշաններ է։ Հաղթանակած մարդը էս բանը անում։ Ասենք եթե սպորտում որ մի հատ թիմ հաղթում, ասենք հիմա Իսպանիայի հավաքականը որ հաղթել է, չէ՞։ Իրանք ինչ են անում, մի հատ էլ բռնում են հետևից նորից խաղից հետո կարմիր քարտեր են ցույց տալի պարտվողին, ասում են տարեք դրան բռնեք, այս բաներ են անում։ Հակառակը չէ, մոտենում են, շնորհավորում են, կարեկցում են, բան են անում, ասում են ոչինչ, բան, դուք եք լավ խաղում, բան։ Իրանց այս վարքագիծը հուշում է, որ իրանք այս ընտրություններում պարտվել են եւ վախենում են այդ պարտության հետագա քաղաքական քայլերից, որովհետեւ հիմա ինչքան էլ ասենք ենթադրենք ընդ չեմ ուզում էլ անունները տամ մանավանդ մեզ մասին դեռ չեմ հիշում, կարող է սխալվի։ Ասենք 100-ական մարդիկ են, չէ՞, այդ քպեց ընտրված падգամավորները, բայց գլխավորը Նիկոլ Փաշինյանը հո գիտի ինքը խո հիմար չի, չէ՞, ինքը գիտի չէ, որ ինքը պարտվել է այս ընտրություններում։ Ինքը գիտի չէ, որ ինքը ժողովրդի վստահություն չի վայելում ու ինքը իմանալով էր թե ինքը ոնց է եկել իշխանության։ Այդ ամեն ինչը մի հատ ինքը իր վրա լրիվ պատկերացնում է, այդ պատկերացումները բերում են վախեր, այդ վախերը բերում են այս հանիրավի գործողություններին։